գյուղը, երբ որ կանգնած էի շենքի դիմաց, տեսա զինվորի նկար։ Հետո գլուխս առաջ եմ տանում երկրորդ։ Պարզվեց փոքր գյուղը 5 զոհ ա դրել։ 44 օրյա պատերազմ։ Ցավոք դերեր եք մեծ զոհերը Մեկ զոհ գեղարվություն։ Գեղարվությունները գիտեն ինչ բան է խաղաղությունը, որովհետև տեսել են պատերազմը։ Լեռնապարծիները գիտեն ինչ բան է խաղաղությունը, որովհետև տեսել են պատերազմը։ Որովհետև այդ պատերազմը լեռնապարծիներին էր, գեղարվություններին էր, աբարանցիներին էր, արտիկցիներին էր, մարտունեցիներին էր, սիսյանցիներին էր։ Այդ պատերազմը նրանց չէր, որ սեպտեմբերի 27-ի առավոտը 28-ի նստած ջիպերը փախնում էին 20 կիլոմետրանոց չարասունով Ղարաբաղից փախնում էին Հայաստան։ Այդ պատերազմը նրանց չէր, որ 20-30 տարի է ժողովրդին թալանել էին, նստած կաֆեներում սաղորը Հայաստան էին գոռում։ Վերջում էլ, երբ որ պատերազմը դադարեցվեց, որպեսզի 25,000 երեխա չմնա շրջափակման մեջ, որոնց մեջ աբարանցիներ էին, կիրովականցիներ էին, դիլիջանցիներ էին, աշտարակցիներ էին, ղափանցիներ էին, մեղրեցիներ էին, իրանցից ոչ մեկի երեխան հաստատ չկար։ Իրանց մեջ նաև կար 25,000-ի մեջ էր նաև այո վարչապետի տղեն։ Որովհետև վարչապետի տղու կողքը կանգնած զինվորը նույն դիրքում մահացել է։ Այդ դրանք այսօր ուզում են մեծ բաներ են խոսում, Հայաստան են ուզում փրկեն, ես ինչ են ուզում հետ բերեն։ Գիտեք ինչ է լինելու, իրանք ինչ են ուզում անեն։ Իրանք ուզում են հրահրեն նոր պատերազմ, որ էլի դուք գնաք այդ պատերազմի, իրանք նստեն Հյուսիսային պողոտայի կաֆեներում ու Facebook-ի ստատուս գրեն հայրենասիրության մասին։ Մենք դրանց ուղիղ ասում եմ, ծնկի ենք բերելու ու կսցնելու ենք։ Դրանց թույլ դեր տալու հունիսի 7-ին ծնկի ենք բերելու ու կսցնելու ենք բոլոր նրանց, ովքեր իրենց էլիտար են կոչվում, բոլոր Ղարաբաղցի թալանչիներին, բոլոր հայաստանցի թալանչիներին, բոլոր նրանց, ում նպատակը պատերազմ բերելն է այս երկիր, որ հետո Հայաստան ունենա ինչ-որ կորուստներ, տանեն Հայաստանը կողեն սրա նրա երկրի կազմի տակ իրանք այստեղ մարզպետ նշանակեն։ Դրանց կսցնելու ենք ու ծնկի ենք բերելու ու Հայաստանի խաղաղություն ենք բերելու ու պատերազմ